Դատավորների էթիկայի հանձնարարողում փոփոխություններ են ուզում անել, կազմը փոխել, այս նախագծի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեք։ Նկատի ունեք վերջի փոփոխություն, այո, որպես մահակ դատավորների Դե ՀԿ-ները պետք է ներկայացված լինեն, որովհետեւ խնդիր չեմ տեսնում։ Բայց ըստ էության հարաբերակցության խնդիրն է, որ ասում են ՀԿ-ները ավելի շատ կլինեն, այսինքն մի ՀԿ-ի Դե դա քննարկման փուլում է, կհասկանանք, նախագիծը ստանանք, կհասկանանք։ Արդեն առաջին ընթերցման ազգային ժողովում անցել է Դե ես չեմ կարդացել, ճիշտ ասած կկարդամ դες կասեմ։ Բայց անգամ դատական համակարգի չեն քննարկել, սա ձեզ չի մտահոգում, այսինքն ձեր մասին, ձեր հետագա գործունեությունը վտանգի տակ է, նոր մահակ են բերել դատավորների գլխին, ու դատավորներն ասում են, գիտեք, չէ, ոչ մի մահակ չկա, ժողովուրդ, ոչ մի մահակ չկա։ Այլ հարցեր միջազգային կառույցները, այսինքն հաոսը ԱՄՆ-ը համարում են, որ դատական համակարգը քաղաքականացված է, բացառապես քաղաքական հրահանգով է որոշում կայացնում։ Դուք որպես գործող դատավոր այս մասին ունեք ձեր կարծիքը։ Այսինքն քաղաքականացված ենք, թե ոչ, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Պարոն Պետրոսյան, բայց ես քաղաքական գործեր չեն եկել կամ դուք զանգ չեք Քաղաքական գործը ես չգիտեմ դա որ գործ է։ Ներողություն քաղաքական պատվեր կատարելու մեջ մասնավորապես Մասիսի քաղաքապետի Դավիթ Համբարձումյանի գործով դուք այս մեղադրանքներին հակափաստարկ ունեք։ Ո՞վ է մեղադրել, այդպես մեղադրում չեմ։ Ընդդիմադիրները, նշելով, որ քանի որ իշխող Ո՞վ, անուն կա որ կասեմ։ Ասում եմ ընդդիմադիրները, դες ընդհանրական անհատական։ Ես չեմ լսել դրա համար։ Դե ես հիմա մեջբերում եմ, խնդրեմ պատասխանեք։ Ձեզ մեղադրանք է այդ մասով, քանի որ ասում են իշխող ուժը մտավախություն ուներ Դավիթ Համբարձումյանը հանդիսանում էր ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն, դրանով պայմանավորված նրան կալանավորեցին, քանի որ այդ գործը կարող էր ավելի շուտ ունենալ ներողություն իր հանգուցալուծումը։ Ինչ։ Հիմա ասում եմ, ձեզ մեղադրում են քաղաքական պատվեր կատարելու մեջ, դուք Ես սխալ են անում, հիմա ինչ ասեմ։ Դուք զանգ ստացել եք։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը ասում է չկա դատավոր, որին ասածը չանի։ Արել եք իր որևէ մի ասած։ Ինչ ասած։ Օրինակ, ասում է չկա դատավոր, որի ասածը չանի, գործող դատավոր եք դուք։ Արել եք։ Ընդհանուր բաներ եք ասում, չգիտեմ։ Դատական համակարգի այս վիճակը խոսում է քաղաքական, հա։ Ժողովուրդ ուշանում եմ արդեն։ Պարոն Պետրոսյան, դատական համակարգի այս իրավիճակը, օրինակ, տեսեք, Միքայել Սրբազանը մեկ նախադասության համար այսպես ասած դատապարտվեց, այնտեղ սրբազանները, փաստաբաններն ասում են անհիմն մեղադրանք եւ քաղաքական հետապնդումներ են։ Այս իրավիճակում այս գործերը ենթադրում եմ, հա, որ համացանցում տեսած կլինեք կամ ամուլով հետևած կլինեք, ինչպես եք դուք գնահատում։ Օրինակ Միքայել Սրբազանին դատապարտել այդքան ժամանակով հիմնավոր էր, թե ոչ։ Դուք Հիմա դուք ինձ պատասխանեք։ Հա, ես ասում եմ, ընդհանուր համակարգում քաղաքական։ Ես ինչ-որ պատասխան տամ ու այդ գործը գա իմ վարույթ։ Ինչ պետք է անենք։ Պարոն Պետրոսյան, դուք Դե, չէ։